Նախորդ տեսանյութին խոսեցինք, որ ներկա պատերազմական իրավիճակը կոնկրետ Իրան եւ մի քանի տարբեր երկրներ չի համապատասխանում Եզեկիել 38-րդ գլխի մարգարեության հետ, որովհետեւ ներկա պատերազմը գտնվում է մերձավոր արևելքում։ Իսկ Եզեկիել 38-րդ գլխում տեսնում ենք, որ հյուսիսից են հարձակվելու Իսրայելի դեմ, ոչ թե Իրանի։ Ապացույցը Աստվածաշնչով եկեք ընթերցենք Եզեկիել մարգարեության 38-րդ գլխից 14-ից 15-րդ խոսքերը։ Ուստի մարգարեացիր մարդու որդի եւ ասա Գոգին, այսպես է ասում Տեր Աստված. ահա այն օրը, երբ իմ ժողովուրդ Իսրայելը ապահով կբնակվի, դու կիմանաս եւ կգաս քո տեղից, հյուսիսի ծայրերից, դու ինքդ եւ շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը ձեր հեծած մեծ բազմությամբ եւ շատ զորքով։ Այս խոսքերից հասկացանք, որ հյուսիսի ծայրերից են գալու, ոչ թե մերձավոր արևելքից։ 21-ից 23-րդ խոսքերն էլ եկեք ընթերցենք, որից հետո ձեզ մի բան կասեմ, բայց շատ ուշադիր եղեք։ Եվ իմ բոլոր սարերի վրա Գոգի դեմ սուր պիտի կանչեմ, ասում է Տեր Աստված, ամեն մարդու սուր իր ընկերոջ դեմ պիտի լինի, եւ նրա հետ դատաստան պիտի տեսնեմ ժանտախտով եւ արյունով, օրդահոս անձրև եւ կարկուտի քարեր, կրակու ծծում պիտի տեղամ նրա վրա ու նրա զորագնդերի վրա եւ նրա հետ եղող շատ ժողովուրդների վրա, եւ ես պիտի փառավորվեմ ու սրբանամ եւ ճանաչվեմ շատ ազգերի աչքում եւ պիտի իմանան, որ ես եմ Յահվեն։ Իսկ հիմա մի բան եմ ուզում ասել, որ շատ զգույշ լինեք ձեր բառերի մեջ։ 23-րդ խոսքը շատ ուշադիր լսեք։ Եվ ես պիտի փառավորվեմ ու սրբանամ եւ ճանաչվեմ շատ ազգերի աչքում եւ պիտի իմանան, որ ես եմ Յահվեն։ Շատ ժողովուրդներ ում նկատի ունի, իհարկե անհավատ ժողովուրդներին, անհավատ երկրներին։ Երբ քրիստոնյա ազգերը ասում են թող Իսրայելը վերանա, այստեղ շատ ուշադիր եղեք, որ Աստված ինքն է պատերազմելու այն երկրների դեմ, ովքեր հելնելու են Իսրայելի դեմ։ Սա ես չեմ ասում, սա նոր կարդացինք Աստվածաշնչում Եզեկիել մարգարեության 38-րդ գլխում գրվածքի համաձայն։ Այն հասուն քրիստոնյաները կհասկանան ես ինչ նկատի ունեմ։ Իսկ ովքեր որ ես հայ եմ, քրիստոնյա եմ, վերջ, իրանք չեն հասկանա։ Այսքանը լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։